Սիրելի հայրենակիցներ, ես Հայկ Գոնջորյանն եմ, ելք դաշինքի պատգամավորության թեկնածուն, Արաբկիր, Աչափնյակ և Դավիթաշեն համայնքներում։ Մենք այսօր այստեղ են գտնվում մեր թիմի հետ և հռչակում ենք անկախ քաղաքացու մանիֆեստը, որը մեր համոզմամբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ինքնավար քաղաքացու համար պետք է լինի կարևորագույն գաղափար։ Եվ այսպես, անկախ քաղաքացու մանիֆեստ, ուժեղ պետության հիմքը անկախ քաղաքացին է, այն քաղաքացին, որը տալիս է իշխանություն և կարող է զրկել իշխանությունից։ Հայաստանում ստեղծված սոցիալական, քաղաքական և հոգեբանական միջավայրը քաղաքացիներից շատերին զրկել է անկախության զգացումից։ Աղքատ և հուսալքված մարդը դառնում է խոցելի, նյութական շահարկումների և հոգեբանական սպառնալիքների համար, դառնալով հեշտ կառավարելի և զրկվելով իշխանություն ձևավորելու հնարավորությունից։ Աղքատությունը և վախի միջավայրը դարձել են Հայաստանում ժողովրդավարության կայացման գլխավոր խոչընդոտները։ Ուստի, որպեսզի Հայաստանում քաղաքացին դառնա անկախ և հաստատի իշխանություն ձևավորելու սեփական իրավունքը, հարկավոր է, որ քաղաքացին հռչակի ինքն իրեն և համայն հայությանն ասելով. ես անկախ եմ փողից և ընտրակաշառքից, ես անկախ եմ վախից, ես անկախ եմ արհեստական հեղինակություններից, որովհետև փողը և արհեստական հեղինակությունները քաղաքացու վրա ազդող 3 հիմնական կեղծ գործոններն են, որոնք կեղծում են ընտրությունը նախքան ընտրատեղամասեր գնալը։ Սիրելի հայրենակիցներ, եկեք հրաժարվենք այս կեղծ գործոններից և եկեք Հայաստանում հաստատենք անկախ քաղաքացու իշխանությունը։ Հեքիաթները որ գիտել եք այդ սերտե վրա։ Որ մեկը, ասեք որ հեքիաթը ես ասեմ։ Ինչ որ դու պատմում։ Ես ասում եմ, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելք կա, քանի դեռ կան մարդիկ, ովքեր պայքարում են։ Ելքը այս մենք ենք, ելքը այս երիտասարդությունն է, ելքը այս ելքը սերնդափոխությունն է։ Եթե դուք մենք չենք սպասում, որ ինչ-որ մեկը թողի։ Մենք գնալու ենք եւ վերցնելու ենք այն։ Տեսեք, հայրիկ ջան։ Դուք ձեր ժամանակին ես վստահ եմ, դուք ձեր ժամանակին պայքարել եք, որ մեր պետությունը անկախություն ստանա, պայքարել եք, որ մենք Արցախը 88 թվին, երբ որ շարժումը կար եւ վստահ եմ, որ ձեզանից շատերը պայքարել են։ Հիմա եկել է մեր ժամանակը, հիմա եկել է նոր սերնդի ժամանակը։ Մենք եկել ենք ասելու, որ ձեր փորձառությամբ դուք մեզ օգնեք, ձեր քննադատությամբ, ձեր խորհուրդներով, մենք էլ մեր գիտելիքներով, մեր էնտուզիազմով, մեր թիմային աշխատանքով փորձենք այն ինչ որ դուք կառուցել եք, դրա վրա ավելացնել այն լավը, որը Հայաստանը պիտի դարձնի լավ։ Մնացածը կառուցածը թողեք, լիքանդ եք։ Հիմա օրինակ 70 տարի կառուցեցին, 2 տարում քանդեցին, էլի։ 88 ես նկատի ունեմ 91 թվականից մինչև հիմա ստեղծված։ Այդ բոլոր կուսակցությունները ասում են ժողովրդին եք, սիրում ժողովրդին եք, ուզում լավ պահեք, կոռուպցիան վերանաբան, բայց բոլորն էլ իրաց մասեր են։ Ճիշտ եք։ Դե բոլոր կուսակցությունը միացեք, նրանք մեկ կուսակցություն։ Այդ կլինի սովետական ժողովուրդ, ձեր կողմը։ Այդ կլինի սովետական միություն։ Մենք ասում ենք, որ ուզում ենք սովետական միությունը շատ էլ լավ է։ Համաշխատած կար, համ դրի ուսուցում կար, համ դրի բուժում կար, համ տարին անգամ ուզում էր գնել ամբողջ սովետի տարածքում ազատ բան է կար։ Մեկը հիմա այստեղ մեկը դերակացրած պետք է։ Հիմա մենք կարողանանք հիմա Այս ընկերները սրանց հետ ընկերներ չէ։ իմ գործընկերներն են, այո։ Սրանց իգունը հաշտում, ասա ժողովուրդը ասում է, որ բոլոր տարվաներ, ինչ գործ է կարե, որ ես կնում եմ պատասխանին տալ։ Ես ձեզ առաջարկում, ես ձեզ ասում։ Դու սրանց տերն ես պատասխան տալի։ Միանշանակ, դուք ասում եք, դուք խոսում եք Էդմոն Մարուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի մասին։ Ես կարող եմ պատասխանատվորեն հայտարարել, որ վերջին այս գործող ազգային ժողովի պատգամավորների մեջ Էդմոն Մարուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը ամենաակտիվ, ամենանախաձեռնողական պատգամավորներից են եղել։ Եվ եթե կան մի քանի պատգամավոր, որոնք աշխատել են, Նիկոլ Փաշինյանը արել է այս գործողությունը, այս Մարուկյանն էլ արել է այս գործողությունը, բայց չի դրա։ Դուք մասնակցելու եք ընտրություններին ինչ որ ինչի։ Մասնակցելու պետք չի։
Ումն ընտրել, ստե մարդ եփ կա որ ընտրել։ Ումն էլ ընտրես հալանեն էլի։ Վեկալեք ու գնացեք ստերց։ Ինչ է կարանտիա փոխցնել։ Ինչ է արի ես աղջիկը, քեզ որն է հեռացնում ես։ Մերը չի էդ, ես բաղ չունեմ իրանց է։ Բախի ես բռնեք այլին։ Յա, բաները դրող եմ, ինչի չբռնեմ։ Ամար ռնետ քաշի։ Ինչի ես դες Ինչի քասե։ Մեծ ես միկրոֆոնն է զերդի։ Արադելա երեխեքն ինչ ես ուզում երեխեքը։ Վեկալացեք բախ։ Իշկան ուզում ես գնա, կտան իրան կլեսնեն ու իրան կետից առաջ Նիկոլը բան է, Այմար, Նիկոլենց հետ ես մարդի մեկին այմազմել եմ ինչ է դու հավատում ես ինչ Սաղ կողի գնացին ոչ Ես ես սրուկ չեմ, ես ոչ մեկի չեմ մտրու, էտա մուշ բալը Ոչ, եթե չեք գնում արդեն ընտրում Ես գիտեմ ինչ եմ արել, ես գիտեմ ինչ եմ արել, ոչ տարը մտրու, ոչ տարը Բաբ ինչ եք ամ, ձեզ Ես գիտեմ ինչ եմ արել, ես չեմ տրել եմ, բայց ես գիտեմ Եթե անվաներ եք անում, դա ինակ Ամավեր չեմ արել ասեք մենք Ուդե 25 տարյա, դաժես գնացեք կարվել եմ չեք կրվել Այդ պետք չէ մարդի մեկի գնացեք կարվել եմ Մարդի մեկի մարդի մեկի Ես չեմ Պայքար միջև էր, կեսից սաղ փախան, իրանք առաջինը փախան, մենք մնացինքն է, իրիք ունի ինչ դարը Դուք ինչներ եք գնացեք ձեր բարիք Ես ուզում եմ լավ Չի հատիկ ձայք ու ես կպաշտպանեմ Իմ համար չի, ես Արել եմ, բախի չի բացադրեք Քիչ ասեմ, եկեք միանանք, եկեք համախմբենք Հայ ես գամ քեզի ընտրեմ, գիտես դու վաղը դու աստել, չես աստի Ես չեմ բոլորը ասեն չես Չես աստի, որտեղ իրան Ասում եմ, այն գլխից մեզ սովորել հայկական հին լավ խոսք է Որովհետև ուզում եք ձեր համար լավ լինի, ոչ թե բոլորի։ Խփի եթե բոլորից ներքև կխփի Չես կար Ես կխփեմ, Լավ էլի դուք մի խփեք, Գիտես լավ խփող չի Շնորհակալություն եւ մնացեք բարյավ Կա Չի կարող երկ լինի։ Մենք 5 հոգի չենք Չէ, չկա։ Ես չեմ հավատում, ես ուզում եմ երկ լինի։ Իսկ մենք հավատում ենք Բայց լավ է որ հավատում եք։ Ես միշտ հավատացել եմ, միշտ։ Բոլորը երկներում հավատացել եմ, նոր եկել է այս տարիքում ասել չէ։ Всё уже։ Այ տեսեք, եթե բոլորը կորցնեն հավատը, ուրեմն իմացեք հաջորդ օրը Հայաստանը դադարելու է գոյություն ունենալ։ Դե իմ ակները արդեն գոյություն չունի։ Չէ, գոյություն ունի, քանի դեռ կան մարդիկ, ովքեր որ մենք Ելք